Հայաստանից միլիոնավոր դոլարների զինամթերք է արտահանվել։ Մայիսի 18-ին հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Թե ինչ զինատեսակների մասին է խոսքը, որ երկրներ են արտահանվել կամ ինչ ծավալների գործարք է իրականացվել, նախարարն այդպես էլ չմանրամասնեց, պատճառաբանելով, որ դեռևս չկա վերջնական կոնսենսուս։ Միայն ընդգծեց, առաջին անգամ է, որ Հայաստանից արտահանվել է վերջնական ռազմական արտադրանք։ Առաջին անգամ Հայաստանում մշակված, Հայաստանում արտադրված վերջնական ռազմական արտադրանք է արտահանվել ընթացող ամսվա ընթացքում։ Դեռ 10 տարի առաջ է Հայաստանից ռազմամթերքի արտահանում եղել դեպի ՆԱՏՕ-ի անդամ երկրներ՝ Հունաստան եւ Լեհաստան, ռազմարդյունաբերության ոլորտի փորձագետն է հիշեցնում։ Վերջնական արտադրանքի արտահանումը աննախադեպ երևույթ չէ։ Մեր տեղական ընկերություններից մեկը առնվազն 2015 թվականին արտահանում է կատարել ռազմական ռադիոլոկացիոն կայանի մեր բացյան երկրներից մեկ, չասեմ որ մեկը եւ չասեմ որ մի ընկերությունը, մեր ուշադիր դիտորդները կհասկանան, մանավանդ այդ ընկերությունը 2022 թվականին այդ արտահանված ռադիոլոկացիոն կայանի ավելի բարելավված տարբերակը ներկայացրել է ցուցահանդեսին 3-րդ Armhightec-ին։ Փորձագետի ակնարկից կարելի է ենթադրել, որ խոսքը Նաիրի ռազմալոկացիոն կայանի մասին է, որը համարվում է հայկական արտադրության ամբողջական ռազմական համակարգ։ Ինչ վերաբերում է վերջին գործարքին, թե ինչու հենց հիմա հայտարարվեց այդ արտահանման մասին, իշխանության նպատակը նախընտրական ֆոն ստեղծելն է, կարծում է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը։ Նրա պնդմամբ ամեն ինչ ավելի մեծ ու աղմկոտ է ներկայացվում, քան իրականում կա։ Իրականում մեծ ծածած ճոռոմացած բան են անում, իրականում խոսքը շատ ինչ-որ մեծ պարազելությունների մասին է, շատ ավելի տրիվիալ գործարքներ են։ Միևնույն ժամանակ, քանի դեռ գաղտնի են պահվում արտահանված զինատեսակների քանակը, արտահանման պարբերականության եւ ընդունող երկրների մասին տվյալները, շարունակում են բաց մնալ առանցքային հարցեր։ Իսկապես խոսքը սերիական եւ ամբողջական ռազմական արտադրանքի մասին է, թե օրինակ սահմանափակ կիրառության զինամթերքի։ Եթե որևէ երկիր սկսում է որևէ երկրից զենք զինամթերք ձեռք բերել, ապա դա երկարատև բնույթ է կրում, որովհետև սկսվում է սերիական արտադրություն։ Արդյոք մեր մոտ դա կա գոյություն ունի, թե պարզապես մենք ATS-ները համարում ենք զինվորական վերջնական արտադրանք եւ խոսում ենք ATS-ների մասին, կամ մեկ այլ հրաձգային որևէ զինատեսակի մասին։ Հետագա արտահանման մասին խոսեց հենց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, մանրամասնելով այս պահին Հայաստանից ռազմական արտադրանք արտահանելու թույլտվություն ստացել են մի քանի արտադրողներ եւս, սակայն թե որոնք են դրանք, ինչ զինատեսակների մասին է խոսքը եւ որ շուկաներ են արտահանվելու, կրկին չբացահայտվեց անվտանգության նկատառումներով։ Սերակ Յուրեղյան, Էրիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։